Վերջերս ծանոթներիցս մեկը եկավ եւ ասեց, որ սուվար գիտես քո մասին բաներ են խոսում, վատ բաներ, բամբասում են։ Խոսքը դեռ չավարտած ես ընդհատեցի նրան եւ ասացի, որ այս ինչ մարդ է, այս ինչ բաներն է ասել։ Զարմացած նայեց, բա ինչ գիտես, որտեղից գիտես։ Պատասխանը հետևյալն է. ես ամեն ինչ գիտեմ։ Այո, ընկերներ, ինձանից գաղտնիք պահելը հնարավոր է, բայց քիչ հավանական է։ Բայց խոսքը դրա մասին չի, խոսքը բամբասանքի մասին է։ Ինչ անում բամբասանքը, ընկերներ։ Բամբասանքը ցածրացնում է մարդու վիբրացիան։ Մարդը կարող է բամբասել, մանավանդ վատաբանել ինչ-որ մեկին այն ժամանակ, երբ գտնվում է ցածր վիբրացիաների մեջ։ Այլ կերպ ասած, նրա մեջ կան սատանաներ։ Ինչ պետք է անել։ Իրականում այդ մարդու հոգին վատը չի, նա ցանկացած հոգի լավն է, աստվածային լույսից է ցանկացած մարդ եւ ցանկացած հոգի։ Ուղղակի որոշ մարդիկ գտնվում են վատ ազդեցությունների տակ, վատ վիբրացիաների մեջ, նրանց գիտակցությունը գտնվում է տգիտության մեջ։ Եվ ինչ է պետք անել, պետք է կարեկցել այդ մարդկանց, պետք է նրանց ուղղությամբ սեր ուղարկել, եւ ես դա ամեն օր անում եմ, իմ բոլոր մեդիտացիաների ժամանակ ես ցանկանում եմ, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում են ցածր վիբրացիաների մեջ, բարձրանան, առողջանան, գտնեն իրենց եւ ընկերներ ցանկացած հաջողակ մարդ նրան բամբասում են։ Ցանկացած հաջողակ մարդ ունի ճակերտավոր մարդիկ, ովքեր իրեն չեն սիրում, ումը որ ինքը խանգարում է։ Ցածր վիբրացիաների, էգոների խնդիր է սա, եւ հավատացեք, նա ով բամբասում է, նա վնասում է ինքն իրեն։ Այդ միանշանակ, եւ հաջորդ տեսանյութում ես ձեզ կտամ տեխնիկա, կսովորեցնեմ մի շատ հոյակապ միջոց, որի միջոցով մենք կարողանանք պաշտպանվել, որի միջոցով մենք կարողանանք այնպես անել, որ այդ բամբասանքները սուտ եւ իրականությունից հեռու ինֆորմացիան հələ մի բան էլ կօգնի ձեզ, որպեսզի ձեր էներգետիկ համակարգը էլ ավելի ուժեղանա։ Լավ եղեք ընկերներ, ձեզ լավ նայեք, եւ ինչպես ասում էի այն սթորիի մեջ, ես սիրում եմ նաեւ նրանց, ովքեր չեն սիրում ինձ։